Այսօր Հայաստան գնալու օրը գիշերն էլ չքնած Այսօր ցույց եմ տալու, թե ոնց են մարդիկ գնում Հայաստան Հերվից էլի Թե ոնց է այդ լինում Այսօր լավ է Ջուր ենք վերցնում Ժամը ցույց Որը որ սխալ է ցույց տալիս Այսօր մենք գնում ենք Դորտմունդ որը որ ինձ հեռու է մոտավորապես ինչքան մոտավորապես 450 կիլոմետր գնում ենք, որ Դորտմունդից Հայաստան դառնանք, մենք անցնելու ենք, այսինքն փոխելու ենք երկու հատ գնացք, ստեղից գնալու եմ Ֆրանկֆուրտ, Ֆրանկֆուրտից վերցնեմ գնացք ու, այսինքն ստեղից էլ եմ գնացքով գնալու, հետո Ֆրանկֆուրտում արդեն արագ ընթաց գնացք վերցնեմ եւ ուղևորվեմ դեպի Դորտմունդ։ Այսպես, ընթացիկ ապդեյթներ կանեմ, խոսենք թե Ինչքան հաճելի է կամ տհաճ է, սենց ճամփորդելը երկարուձիգ ամբողջ օրվա համարելը, բայց ինձ հաճելի է, որ հաճելի չլներ չէի անի, որովհետև սիրում եմ երկար ճանապարհներ գնալ, իմ կողքում Ֆրանկֆուրտն է, որը որ էլի Ֆրանկֆուրտից չվերթներ կան դեպի Հայաստան, այս սեզոնին շատ թանկ են դրա համար եմ նաև Դորտմունդից թռնում Բայց ամեն դեպքում ես սիրում եմ ճամփաներ, երկար մտքեր, մտորումներ, գնացքում, հաճելի է այդ։ Այսօր կխոսենք այդ ամեն ինչի մասին, դե առայժմ։ Հեծանիվները բերել ենք ներս։ Եվ գնում ենք դեպի կանգալ Մութ գիշերվա Թռչունների ձենը կլսեք երևի, չէ՞։ Ու և մենք հասանք կանգալ Բայց էսի տրամվայի կայարանն է, որ գնալու ենք հետո արդեն մեծ կայարաններ Դատարկություն Մենք հիմա պետք է տոմս առնենք դեպի Ֆրանկֆուրտ Այսքան վերև է նայ, վсё, գնացինք Umsteigen zur Buslinie 11. Ես պետք է տեսնել Ֆրանկֆուրտը, էլի։ Այս գցեցինք լիֆտ։ Չենք գծերի վրա, գծերի, մնում է գծերից չընգնենք, գծերի վրա մնալը զոր բան է, էշտ բան չի գծերի վրա մնալը, աղբերս, որ Հայաստան ենք գալիս ես տականում ենք էլի մի քիչ, սենց ապուր զրուսներով, Ես զարմանում եմ մի բանի վրա, որովհետև հիմա պետք է ստեղ լիքը մարդիկ լինեին, որ գործի գնալու ունեին, բայց հələ չկան, ու դա զարմանալի է։ Դե ոնց է լինում, որ հələ չկան, էլի իրանք։ Բա պետք է լիքը մարդիկ լինեին, որովհետև
Գերմանիայում օրը սկսում է ժամը 4-ին 5-ին առավոտ։ Մարդիկ հելնում են ու սկսում են ընկնել ճանապարհ։ Գնացք են վերցնում, որ գնան հաջորդ քաղաքն էլ օրինակ Ֆրանկֆուրտն է, որը որ գնացքով 20 րոպե է հեռու։ Գնում աշխատում են, իմ ընկերներից էլ մարդիկ կան ու իրանք սկսում են օրը ժամը 5-ին։ 5-ին վեր կաց բանակային կյանք է լրիվ։ Ժամը 5-ին վեր կացնա, հետո մինչև հեծանիվով կամ տրամվայով գալիս են ստեղ կայարանից գնում են այդ քաղաքում միատել են տրամվայ վերցնում կամ մետրո, որ գնան հասնեն գործի տեղ։ Ու դռնից դուր կարա տևի էդի ժամ ու կես ժամ, կախված նաև գնացքների վիճակից, գնացքը այդ որ cancel են արել, չեն արել, ուսես թեմաներ էլի։ Հեշտ չի տենց ապրելը, ես ժամանակին ապրել եմ տենց, բայց ոչ մեկին չեմ ցանկանա տենց ապրել, որովհետև այնքան ժամանակ ես կորցնում ճանապարհին, որ ջանիդ չի նստում էլ։ Գործից հետո էլ դու ոչ մի բան ես, որ գործից հետո դու ոչ մի բան չհասցրած ես, ասենց ասած։ Օրը չապրած է, օրվա բանը իմաստ եղել է մենակ գործի գնալը, գալը ու գործը, ու վсё, այդքանը։ Ու հետո գալիս են, հավես չեն ունենում, ինչ-որ բան սարքեն, դաժե տունը, բան ու պատվիրում են, այդ իրանց ստացած փողն էլ գնում է պատվերի, բան, ու սենց թեմաներ են։ Հեշտ չի։ Ասում եմ, արդիկ պետք է գան։ Հեսա գնացքի կանգառը փոխվեց ուրիշի վրա, ուրիշ գծի վրա, հենա մարդիկ եկան արդեն, սա դուրս կան ցույց տամ։ Ժամը 6-ն է։ Ժամը 6-ն է, տեսեք ինչքան մարդ գնում է գործի։ Մարդիկ այդպես են ապրում ստեղ։ Այս ժամին այսքան մարդ գնում է գործի։ Դժվար թեմա է։ Այս կարենանք նստենք։ Լավ է, նստեցինք։ Ուրեմն գալիս եմ գնացքով իմ քաղաքից դեպի Ֆրանկֆուրտ։ Մարդկային ահավոր մեծ հոսք, անտանելի մեծ մարդկային հոսք, այն որ չես տեղավորվում այդ հոսքի մեջ։ Ու այդ մարդիկ առավոտը ժամը 5-ին հելել են ու ընկել են ճանապարհ, որ գնան գործի։ Ու դու այդ հայացքների մեջ մի հոգի չես տեսնում, մի հոգի, ով մի քիչ երջանիկ կլինի, ոչ մեկը։ Արա ուսես նայում ես, արա ասում ես ինչի մասին է ձեր կյանքը, ինչ եք անում դուք էլի։ Առավոտ է եթում գործի, պրծած, գալիս, հաջորդ օրը հելում է եթում գործի, այսօր չորեքշաբթի է, անես չի շաբաթվա վերջա ու կարամ ասեմ, որ մարդիկ վсё էլ էներգիա չունեն, էլի։ Բայց անտանելի է այդ ամեն ինչը տեսնելը, որովհետև խոցում է ահավոր, որ մարդկային այդ մեծ հոսքը տեսնում ես, չես կարող տեղավորվես դրա մեջ, էլի, ոչ մի տիպի չի տեղավորվում, թե ոնց է տես լինում, էլի։ Ասածս ինչն է, որ դաժե որ նստել եմ գնացք, այն որ նայում եմ մարդկանց, ոչ հեռախոս եմ բզբզում, ոչ բան, ուղղակի նայում եմ մարդկանց ու այսօր ճամփին որոշել եմ հեռախոսով չբզբզամ, որովհետև ուզում եմ սենց նկարեմ էլի որպես բլոգ իմ ընթացքը ու իմ տեսածը։ Անտանելի է զուտ տեսնելը այդ պատկերը, որ դու նստում ես գնացք ու մարդկանց դեմքերին ես նայում, չկա ոչ մի գետ, ոչ մի ուրախություն իրանց դեմքում։ Մեկը նստած կարդում էր, գիրք էր կարդում, հայերեն թարգմանած, կարելի է ասել ոնց ֆոկուս լինես գործիդ մեջ, ոնց ֆոկուսդ պահես։ Արա այն որ մտածում ժամը 6-ին խի մարդը պետք է այդ գիրքը կարդա, էլի արա։ Խի պետք է մարդ կարդա, թե ոնց ինքը գործի մեջ ֆոկուսը լինի, էլի այն որ։ Կողքի նստած մարդիկ բոլորը հեռախոսներով, մեկը կանգնած տեղը ննջում էր գնացքի մեջ, արա ասում եմ անտանելի է, ես էլ եմ ապրել տենց, իմ ուսանողական տարիներին, երբ որ ուսանող էի, ու ես էլ եմ հիշում, որ
ես այդ ընթացքներում տանջվում էի անտանելի ու ես չէի կարող համբերեի, թե երբ է գալու ժամանակը, որ ես էտապ փոխեմ իմ կյանքում, որ ես էլ այդ կյանքում, այսինքն որ ես էլ այդ կերպ չապրեմ, սենց ասած էլ։ Բայց մարդիկ կան, որոնք որ մի կյանք այդպես են ապրում։ Չգիտեմ, այս կորոնան որոշ բան գոնե փոխեց հոմ օֆիսային թեմայով, որ մարդիկ որոշները կարողացան այդ պրիվիլեգիան ստանային, որ կարողանան տունը աշխատեն, բայց լիքը մարդիկ էլ են, որ տեսնում ես, որ իրանք գնում են գործի, որովհետև իրանց գործը տեղային է, պետք է գնան տեղում լինեն։ Մտածում ես, ասում ես, չէ, ընկերեսի անտանելի է, կյանքդ մի կյանք տենց ապրել ու զուտ այդ գիտակցումով կամ էլ փախնել այդ գիտակցումից, որովհետև շատ ծանր կլինի դա տանելը։ Նամանավանդ երբ որ կյանքդ ընթացիկ գնում է ու դու տեսնում ես, որ մենակ կյանքդ ու օրերդ կայանում են դրանում։ Գնալ գործից գալ տուն, ժամանակը անցկացնել գնացքներում ու երբ որ տուն ես գալիս, դու արդեն ոչնչություն ես, որովհետև դու էլ էներգիա չունես։ Ու նամանավանդ այն որ դու դեմքներից տեսնում ես, ոչ մեկ չի անում ինչ-որ բան, որ օկիրքը երրար, որովհետև այն որ եթե ինչ-որ տեսնե, եթե մարդ մի բան անի, որ ինքը սիրի, հաստատ դու կտեսնեիր, որ թռշկոտելով է ինքը ճամփ են գնում, էլի։ Բայց դա այդպես չի։ Վերջը, չգիտեմ, ամեն դեպքում ասածս այնա, որ այդ ամեն ինչը տեսնելը ինքը հեշտ բան չի։ Տեսնելը, որ մարդիկ ասես մարդկային հոսք ես դու տենում, բայց այդ հոսքը, որ քեզ հարց ես տալի, ինչն է այս հոսքի իմաստը, դու տենում ես մենակ իրանք գնում են մի ուղղությամբ, որ գլուխները տնկած բոլորը գնում են մի ուղղությամբ, էլ նույն հայացքներով, նույն տխրությամբ, նույն դատարկությամբ։ Եսիմ իրականում պետքա հաշտվել այդ մտքերի հետ, ինձ թվում է, որովհետև յուրաքանչյուր մարդ ինքն է որոշում, թե ինքը ոնց ապրի։ Ու յուրաքանչյուր մարդ կարա ինչ-որ բան փոխի իր կյանքում։ Ու ես վստահ եմ, որ այդ փոփոխությանը կարա մարդը գա։ Եթե ինքը ուզի, իմ բոլոր զրույցների մեջ գրեթե ես դրա մասին խոսում եմ, որ շատ կարևոր է, թե մարդը ինչ է ուզում ու ինչքան է ուզում։ Ու կախված այդ ինչքանի չափից ինքը կարա լիքը բան թողի կամ նույնը կամ էլ փոխի։ Ու երբ որ մարդը ինքը իրան հարց է տալիս, ասում ախպեր, ես երջանիկ եմ այդ հոսքերի մեջ լինելով, ամեն օր զարթնելով զոմբիի պես գնալով, գալով ու ինձ ոչնչությունը զգալով, ոչնչություն կոպիտ եմ ասում, բայց ոչնչություն այն իմաստովի նկատի ունեմ, որ դու զգում ես քեզ դատարկ, ոչինչ ես քեզ զգում։ Ոչնչություն ոչ թե այն վատ իմաստովի նկատի ունեմ, այլ դատարկությունիցդ ելնելով ես քեզ ոչինչ զգում։ Որովհետև երբ որ դու օրվա վերջ զգում ես, որ քո կյանքը ոչ մի բանի մասին չէր, մենակ գործներ ու ճանապարհ, չես կարա ոչինչ չզգաս քեզնից, էլի։ Դրա համար եմ ասում, մարդը պետք է ինքը իրան հարց տա, թե իր կյանքը ինչպիսինն է, ինքը ինչքանով է հանդուրժում այդ կերպ ապրելա կերպը։ Ու եթե ինքը չի հանդուրժում, ո՞նց անի որ փոխի դա։ Ո՞նց անի որ դա փոխի։ Ինձ թվում է դա պունկտը ամեն դեպքում։ Սենց միշտ ես ճանապարհներին այս մտքերով, մտորումներով եմ լինում։ Ինչը որ գալիս է սենց աչքից դեմ, միշտ ոնց որ դառնում է դա թեմա, որ ես մտորեմ։ Ու ես ուրախ եմ, որ հիմա մի հատ սենց գործիք ունեմ, որը որ կարամ սենց դնեմ ու ինձ նկարի։ Դրա փոխարեն չբռնեմ գրեմ, էլի, որովհետև շատ հաճախ ես գրում եմ ճանապարհներին։ Բայց հիմա կարամ սենց դնեմ ու խոսամ։ Ընտիր, ուրախ եմ այդ կապակցությամբ։ Ահա եւ ժամանեց իմ հաջորդ գնացքը։ Նստեցին գնացք, մանր
մանր կշարժվենք երևի, չէ կա ագի, երևի 20 րոպե, 25 րոպեից նոր կշարժվեմ, այս գնացքով ուղղակի գնում եմ դեպի Դորտմունդ, այնտեղ կայարանում իջնելու եմ, վերցնելու եմ ավտոբուս կամ տաքսի, ու ընդեղից է գնամ օդանավակայան, ու այդքանով վсё, մեկ է սպասեմ թռիչքին, այսինքն դառնում անեց, որ ես տնից հելա եկա իմ քաղաքից կես ժամ շուտ գնացք վերցրեցի դեպի Ֆրանկֆուրտ, ամեն դեպքում կես ժամ ատևում, 20 րոպե ատևում իմ քաղաքից Ֆրանկֆուրտ, բայց դե սենց մի գնացք շուտ վերցրեցի, որ ռիսկի չդիմեմ, որ ես գնացքին հասնեմ, որովհետև սրա համար, այսի ոնց որ արագ ընթաց գնացքն է, սրա համար թիքետ ես առնում, առանձին շուտ ես առնում, թե չէ, եթե ես պահին առնես, շատ թանկ ալի։ Այդպես, ու հետո գալիս ես, սրան էլ եկա մոտավորապես մի 40 րոպե սպասեցի, սպասելու եմ հլը, ու որ հասնեմ արդեն Դորտմունդ, ժամը 11-ի կողմերը, իսկ իմ չվերթը 4-ին է, այսինքն մեջտեղը ագին ժամանակ եմ ունեմ, ուղի եմ այդքան շուտ գնում, որովհետև գնացքները ստեղ պետքան վստահելի չեն, կարանց գնաս մեջտեղում, անտառի մեջտեղում մեկ էլ ասեն հոպ, գծերի վրա կենթանի է ընգել ու տենց մի ժամ սպասեք, դրա համար քանի որ այդ ռիսկայնությունը կա, երկար ճանապարհ է էլի, պետք է 4 ժամ գնանք, դրա համար ոնց որ ռիսկի չդիմելու համար տենց շուտ ես տնից ելնում, որ կարենաս հասցնես սենց դեպքերում էլի, իսկ ընթացիկ գիրք ես կարդում, չգիտեմ, մենակ Kindle-ս հետս վերցրել եմ, բզբզալու բաներ կան, կոմպս կհանեմ, էդիտ կանեմ, որ հաստատ լիքը բան կարելի անել այդ 4 ժամում էլի, այդպես, դե առայժմներ, մերսի։ Հեն արդեն զորվորայա հասնում ենք Դորտմունդ, ճանապարհին, մի 15-20 րոպե բան մնաց, եղանակը անձրևային է, բայց անտիր ամեն ինչ, ես էլ երբ գալիս եմ Դորտմունդ անձրև է գալի արա, անձրևն էլ հո անձրև չի, հենց է գալի մարդ չգիտի ինչ անի, հիմա պետք է գնամ տաքսի կամ ավտոբուս վերցնեմ, հիմա պետք է ջոգենք ինչ ենք անում, ախպեր ջան, հիմա ջոգեմ եմ ինչ հարցնում, որ տեսնենք ով կտանի էլի, Hallo, guten Tag, können wir zusammen fahren? Den խոսացի կտա մարդկանց, մարդը 10 եվրոյով կեթանք, soll ich meinen Rucksack auch da reinmachen oder geht so? Ja, bitte. Okay, bitte schön sitzen. Ich. Das ist alles kurdisch. Alles kurdisch. MashaAllah. Ich hab 10, aber. Hast du 10? Ich hab 10. Ja. Եկա հասա Դորտմունդի այրոպորտ, մենա տաքսի շոֆերը քուրդ էր, հետենց, մենա եկանք արդեն հասանք ստեղ, հիմա սպասենք մինչև մեր ժամը գա, մինչև էդ ուղղակի սենց կլրվենք մեր համար մի քիչ չիլ կլնենք, մինչև արդեն ժամը գա գնանք բագաժը հանձնենք ու թռնենք, այսքանն էր էլի մեր ճամփեն տենում եք, այնա, գնում ենք արդեն թռնենք, լերջապես սարան, կշման կա, այս ինչ երկար ճամփա էր արա, երկար ճամփա, ես էլ հոգնած,